Բժշկական ապահովագրության մեխանիզմում, որը մշակում է առողջապահության նախարարությունը, լինելու է կամավոր կամ պարտադիր։ Առաջինի դեպքում բժշկական ապահովագրությունը ցանկության է, իսկ պարտադիրը ենթադրում է, որ Հայաստանի առողջապահական համակարգն անցնելու է համընդհանուր ապահովագրության, այսինքն բացառություններ չեն լինելու։ Պարտադիր բժշկական ապահովագրության գործարկման համար տիտանական ջանքեր են պահանջվում, նշում են ոլորտի մասնագետները, որպեսզի առաջին հերթին սահմանվի բժշկական ապահովագրության զարգացման ուղղությունը։ Այնուհետև առողջապահական համակարգում պետք է իրականացվեն բարեփոխումներ, հիվանդությունների բուժման մեթոդների, ախտորոշման ու կանխորոշման միջոցառումների ստանդարտացման ուղղությամբ։ Արտասահմանյան երկրներում այս մեխանիզմն իրեն արդարացրել է, ասում են ոլորտի պատասխանատուները։ Մնում է այն փորձնական կիրառել մեզանում ու արդյունքների սպասել, քանի որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ հարուստ երկրներում է այն կիրառական։ Պետական համընդհանուր ապահովագրությունը, որը ընդունված է ևս շատ զարգացած եւ շատ հարուստ երկրներում, դա հարուստ երկրի քաղաքականություն է անշուշտ եւ ապահովում է ցանկացած բնակչի այդ երկրում ապրող ցանկացած բնակչի առողջությունը, նրա պահպանումը, անհետացկելի դեպքերի օգնություն եւ այլն։ Մի նոր քայլ, որ կարող է բնակիչը փոքր գումարները վճարելով հետագայում օգտվել։ Ենթադրենք այն ծառայության տեսակներից, որոնք գումարով շատ առավել թանկարժեք են, թանկարժեք տեխնոլոգիաներով եւ տարբեր խնդիրներ լուծելու, օրինակ սրտի վիրահատություններ եւ այլն։ Իսկ պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքի 8 նախագծեր նախկինում են մշակվել, փորձարկվել, բայց հիմնական կիրառում չեն գտել։ Ոլորտի տեղի մասնագետները կողմ են, որ այն մեզանում իրականություն դառնա։ Նշում են, թե այդ կերպ համակարգը կզարգանա։ Կոնկրետ մեր մարզի բնակչությունը արդյոք կարող է օգտվել այդ ծառայությունից, չէ՞ որ մեծ մասն անաշխատունակ են, հնարավորություն չունեն վճարելու ամսական հաստատագրված գումարը, հարցրին բժիշկ մասնագետներին։ Այն աշխատող խավ, որ աշխատում է, ունի աշխատանք եւ մշտական կարող է վճարել այդ ապահովական կազմակերպություններին, իհարկե դա կլինի եւս դրական մեկ քայլ։ Ինչ թվում է, որ մեր քաղաքացիները, հատկապես մեր մարզի բնակիչները համընդհանուր ապահովագրության ժամանակ դուրս կգան օգուտով, ելնելով իրենց առողջության զարգացման համար նպաստավոր բոլոր պայմանների առաջարկման տեսանկյունից։ Այդ գործակալությունը փակում է այն պարտքերը, որոնք առաջանում են հիվանդի բուժման process-ի ընթացքում։ Ավելին, ժամանակին բուժումը կանխում է հիվանդությունների խորացումը, հետևաբար նաև ազգաբնակչության ընդհանուր բնական ցուցանիշները բարձր կլինեն։ Այսինքն դա անմիջականորեն կարող է փոխել ծնելիության եւ մահացության ցուցանիշները։ Մարզի առողջապահության վարչության պետը մեծ հետ բանավոր զրույցում փոխանցեց, որ ինքը պաշտոնապես դեմ է բժշկական ապահովագրության մեխանիզմին, քանի որ կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքացին ամսական 15-ից 20 հազար դրամ է վճարելու, ապա օգտվելու բժշկական ծառայություններից, ինչը Շիրակի մարզի սոցիալապես խոցելի բնակչությանը հաստատ ձեռնտու չէ։ Իսկ առողջապահության բաժնի պետն ասում է, թե դա համակարգի համար մեծ ներդրում կլինի։ Հարցրինք, այդ պարագայում արդյոք ոլորտում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Կոռուպցիոներիստների մասին մենք բազմիցս քննարկել ենք, խոսացել ենք շատ անգամ։ Դա իհարկե դրա հետ չի կարելի կապել ինչ-որ կերպել։ Դա կլինի ապահովագրական ծառայություններ, եթե իհարկե ներդնեն կարողանանք ներդնել, այսինքն դա մշակվելու է նախարարության կողմից եւ մենք ներդնելու ենք եւ կներդնենք։ Այդ դեպքում կտեսնենք, որ դա ավելի երևի հաջողված տարբերակներ կունենա։ Նշենք, որ կամավոր բժշկական ապահովագրության տեսակը մայրաքաղաքի մի քանի մասնավոր կլինիկաներում գործում է, ու դրանից օգտվում են հիմնականում մեծ եկամուտ ունեցող քաղաքացիները։ Գյումրիում մասնագետները հույս ունեն, որ կամավոր բժշկական ապահովագրությունից կօգտվի բնակչության գոնե 30%-ը, իսկ համայնքների առումով երաշխիքներ դեռևս չկան։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալենյուս։